Բարև ձեզ։ Այսօրվա զրույցի թեման բյուջե 2026-ն է, սոցիալական քաղաքականությունը եւ աղքատության ցուցանիշները։ Զրուցելու ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես ինչպես կգնահատեք բյուջե 2026-ը սոցիալական քաղաքականության տեսանկյունից։ Մեծ հաշվով ցավով արձանագրենք, որ որևիցե դրական ազդեցություն սոցիալական խնդիրների կարգավորման ուղղությամբ հաջորդ տարվա բյուջեում նախանշված չէ, ինչքան էլ որ իշխանությունները թմբկահարում են ամեն տարի աննախադեպ բյուջեի մասին, իսկ նույն պատկերն է, ինչ որ այս տարվա կամ նախորդ տարվա։ Ես որպես հիշեցում ուղղակի ասեմ, որ 2021-ի հնգամյա ծրագրով կառավարությունը խոստացել էր վերացնել ծայրահեղ աղքատությունը եւ 2024-ի տվյալները վկայում են, որ դա չի իրականացվել։ Եվ 2021 թվականի իշխող կուսակցության նախընտրական ծրագրում նախանշվում էր աղքատությունը կրճատել 2 անգամ։ Իսկ մոտ 26% աղքատությունը հիմա պետք է հասներ 13-ի, բայց ունենք մոտ 22% աղքատություն, այսինքն էական որևիցե տեղաշարժ տեղի չի ունեցել, եւ սա խոսում են նրա մասին, որ բյուջեի կամ տնտեսական աճի արդյունավետությունը բավականին ցածր է, որովհետեւ մարդկանց բարեկեցությունը ամենևին կախված չէ մակրոտնտեսական կամ այլ ցուցանիշներից, այսինքն թվերի փոփոխությունը մարդկանց կյանքում էական բան չի փոխում, որովհետեւ երբ որ ունենում ենք, ասենք 6-7% տնտեսական աճ կամ բյուջեի աճ, ինչքանով է դա ազդում մարդկանց բարեկեցության վրա։ Որպեսզի ավելի པարզ բացատրենք, կարող է բյուջեն աճի, կարող է ծախսերը ավելանան, կարող է համախառն ներքին արդյունքը աճի, բայց դա ամենևին մարդկանց բարեկեցության վրա չի անդրադառնում, էլ չասած, որ վերջին տարիներին բավականին ծանրացել է գնաճի վիճակագրությունը եւ առաջին անհրաժեշտության ապրանքների բարձրացումը բավականին ծանր սոցիալական վիճակի մեջ է դնում մեր քաղաքացիներին, ընդ որում եթե գնաճի ցուցանիշը մենք նայում ենք, ասենք տենց 5%-ի սահմաններում է լինում, այդտեղ պետք է առանձնացնենք նաև սննդամթերքի գնաճը, քանի որ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար կարևոր է առաջին անհրաժեշտության ապրանքների, այս բaragam սննդամթերք գնելը, այդտեղ գնաճը 10%-ն էլ է գերազանցում, իսկ վերջի 2 տարիներին մինչև 20% է ասել տարեկան գնաճը սննդամթերքի, որում դա գաղտնիք չէ, բոլոր ընտանիքներն իրենց առօրյա առևտրում տեսնում են, որ այսպես ասած 10,000 դրամը հիմա ավելի քիչ սննդամթերք է ապահովում, քան 1, 2 կամ 3 տարի առաջ։ Հետևաբար հաջորդ տարվա բյուջեում չնախատեսել սոցիալական խնդիրների հասցեական կարգավորումը եւ գնալ այն ճանապարհով, ինչ որ կա, եւ ուղղակի sense մեծ պատկերներ տալ, այսքան տնտեսությունն է աճում, այսքան բյուջեն է աճում, դա բերելու է նրան, որ հաջորդ տարի առնվազն այս պատկերը, որ ունենք աղքատության կրճատման որևէ էական տեղաշարժ չենք ունենալու եւ հնարավոր նույն գնաճի կամ այլ ֆորս մաժորային իրավիճակների պարագայում կարող է նույնիսկ ավելի վատ պատկեր ունենալ։ Վարչապետը եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ աղքատությունը ընտրություն է։ Որքանով են նման ձևակերպումները համապատասխանում սոցիալական իրականությանը, հատկապես երբ աղքատների շրջանում կան աշխատողներ։ Ընդհանրապես իշխանության գործելավոշն է ցանկացած խնդրի մեջ մեղավորներ ման գալ, նախկիններ, ռուսներ կամ ժողովուրդ, այսինքն այս երեք կամ բոլորը միասին, կամ եկեղեցին, արդեն նոր թիրախ է հայտնվել։ Հետևաբար սա անընդունելի է, երկրում տեղի ունեցող խնդիրների պատասխանատուն իշխանությունն է եւ դրանց լուծումը պետք է լինի իշխանության ձեռքում եւ իշխանությունը պետք է լինի այդ խնդիրների լուծման առաջամարտիկը, եթե անգամ այդ խնդիրների լուծման մեջ քաղաքացիները իրենց դերը եւ մասնաբաժինը ունեն։ Իհարկե կարելի է ասել, դե մենք աշխատատեղեր ենք ապահովում, մարդիկ չեն ուզում աշխատել։ Այդ չեմ ուզում աշխատելն էլ է պետության խնդիրը։ Ինչու չեն ուզում աշխատել։ Ինչ խնդիր կա։ Հետևաբար միայն, այսպես ասած, գցել ժողովրդի վրա, որ դե մենք աշխատատեղեր ունենք եւ դա էլ է բավականին մեծ հարց, որովհետեւ աղքատությունը ամենևին միայն եկամուտներից կախված չէ։ Այն միջավայրում, որտեղ ապրում են մարդիկ։ Նաեւ մենք ունենք շատ վատ պատկեր, նույնիսկ այդպես ծանր կարող ենք ասել, այսպես ասած, դրան անվանում եմ ես աղքատության ժառանգականություն, որովհետեւ մենք այսօր ունենք ընտանիքներ, որոնք արդեն 30-35 տարի աղքատ են եւ այդ աղքատությունը փոխանցվել է արդեն իրենց երեխաներին, ովքեր արդեն դարձել են չափած եւ իրենք երեխա ունեն եւ այսօրվա չափած դարձած ընտանիքները, որոնք երեխա ժամանակվանից աղքատ են եղել, բերել է այլ պայմանների, այսինքն չեն կարողացան ստանալ նորմալ կրթություն, առողջության հետ կապված խնդիրներ, միջավայրի, կացարանի խնդիրներ եւ այսօր ուղղակի ասել դե 40-50 տարեկան չափած մարդիկ են,
որոնք ցավոք մանկությունից աղքատության միջով են անցել, ու այսօր այդ մարդկանց ասել դե գնացեք աշխատեք, լիքը աշխատատեղ կա, դա անընդունելի չէ, որովհետև առնվազն մանկական աղքատության պատասխանատուն բացառապես պետությունն է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական վիճակագրության համաձայն 200,000 երեխա աղքատության շեմից ներքև է։ Եվ եթե պետությունը քայլեր չի ձեռնարկում, 15-20 տարի հետո 200,000 երեխան դառնում է 200,000 չափահաս, արդեն ավելի առնվազն մոտ 3-400,000 անդամներ ունեցող ընտանիք, հա, իրենք էլ են երեխա ունենում, ու էլի շարունակում են մնալ աղքատներ, այսինքն խնդիրը սրա մեջ է։ Այ հիմա պետք է պետությունը ձեռնարկի հասցեական քայլեր, մի կողմից մեծ է հնչում 200,000-ը, բայց իրանք հասցեական ինչ-որ համայնքներով նայում ես, բավականին հեշտ չասենք, բայց բավականին արդյունավետ մեխանիզմներ կան, որ պետք է այդ ընտանիքների հետ աշխատել ու գտնել լուծումներ եւ ոչ թե ուղղակի ամեն անգամ ասել դե աշխատատեղեր կա, չեք գնում, չեք աշխատում, դրա համար է մնում եք աղքատ։ 2024-ի տվյալով մոտ 150,000 աշխատող աղքատ է։ 3,000 աշխատող նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանք չի կարողանում գնել։ Սա ինչի մասին է վկայում։ Շատ կարևոր արձանագրում եք անում, որովհետև իշխանությունը անընդհատ նաև թմբկահարում է այն աշխատատեղերը, միջին աշխատավարձը, մոտ 700,000-ից ավել աշխատատեղեր կան, միջին 300,000 աշխատավարձով, բայց միջին աշխատավարձը ընդհանրապես ինչի մասին է։ Հիմա եթե 10 հոգի աշխատում են եւ այդ մի աշխատողի աշխատավարձը բարձրացնում ես, ստացվում է, որ միջին աշխատավարձը բարձրացավ Հայաստանում, կամ օրինակ ենթադրենք ձեր ընկերությունում, բայց այն 9 հոգու աշխատավարձը չի բարձրացել։ Ու հիմա մենք ունենք աշխատավարձերի տեսանկյունից եթե նայենք, եկամուտների ծայրահեղ բևեռացում։ Այսինքն մեր մոտ մոտավորապես այդ աշխատողների մոտ կեսը ստանում է 200,000 դրամ մաքուր, մոտ 150,000 դրամ աշխատավարձ։ Հենց այս թիվը տեղից է գալիս։ Այսինքն երբ որ մենք ունենք մոտավորապես 350-400,000 աշխատողներ, որոնք ստանում են ամսական 150,000 դրամից ցածր աշխատավարձ, եթե դա շատ հաճախ լինում է, որ ընտանիքում մեկ աշխատող է, այսինքն եթե բաժանում ես արդեն 4 անձի մասով, դա դառնում է մոտ 37,500 եւ դա դառնում է աղքատության շեմից ներքև։ Այսինքն 150,000 դրամը մեկ ընտանիքի համար չի բավարարում աղքատությունը հաղթահարելու։ Ում կան մարդիկ, ասենք մոտ այդ 7-800,000-ի մեջ 10-20,000 հոգի, ովքեր ստանում են բավականին բարձր, ասենք 5 միլիոնից բարձր աշխատավարձ։ Ու արդյունքում մեր մոտ ձևավորվում է, որ Հայաստանում միջին աշխատավարձը 300,000 է։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք ուղղակի այդպես վիճակագրական թվեր, այ Հայաստանում միջին աշխատավարձը այսքան է, ասենք Վրաստանում էլ է մոտավորապես այսքան, տեսեք ինչի եք բողոքում կամ հասել ենք ինչ որ արևելյան Եվրոպայի որոշ երկրներին եւ այլն ինչ որ ցուցանիշներ։ Այստեղ միայն այդ մեծ թվերը նայելով մենք չենք ունենում իրական պատկերը։ Պետք է փորձես բաժանել, հասկանալ այդ կառուցվածքի մեջ, որովհետեւ չպետք է նայես միջինը մարդիկ ոնց են ապրում։ Չէ, այսինքն չի նշանակում դե ասես դե լավ 30% աղքատություն կա, 30% միջին կենսամակարդակ կա, մի 40%-ը լավ են ապրում, դե միջին ասված լավ ապրող երկիր ենք, չէ։ Այսինքն մեր խնդիրը պետք է լինի ցանկացած սեգմենտի աղքատության հաղթարումը։ Եթե այսօր Հայաստանում 20%-ից ավել աղքատություն կա, որը մոտավորապես 650,000 մարդ է անում, այդ ահռելի զանգված է։ Այսինքն կառավարության տնտեսական քաղաքականությունը, առավելևս բյուջետային քաղաքականությունը պետք է լինի ավելի շատ ուղղված աղքատներին, այսինքն ավելի շատ դու պետք է հատկացում անես այն հատվածներին, որտեղ որ մարդիկ դրա կարիքը ունեն եւ ոչ թե միջինացված բաշխես։ Տեսեք, Շիրակը ամենաաղքատ մարզն է համարվում, որտեղ աղքատության մակարդակը 43% է։ Հաջորդում է Տավուշը 40%։ Մինչդեռ 2026-ի բյուջեում մարզային աղքատության խնդիրը առանձնակի շեշտված չէ։ Բավականին լուրջ խնդիր կա նաեւ մարզային բաշխման տեսանկյունից։ Շիրակի մարզը դե ցավոք, հա, դեռևս մինչեւ հիմա արդեն 37 տարին է լրանում մի քանի օրից երկրաշարժի հետքերը դեռևս տեսանելի են Գյումրիում եւ մարզում։ Շիրակը առաջին անգամ չէ, որ ամենաաղքատ մարզը, այսինքն պատմականորեն 90-ականներից սկսած երկրաշարժի հետևանքով եւ ոչ միայն երկրաշարժի հետևանքով, որովհետեւ միջնոր անկախ Հայաստանի տնտեսական կառուցվածքի ձևավորումը Շիրակի մարզի տնտեսական կառուցվածքում բավականին փոքր մաս էր կազմում գյուղատնտեսությունը, ու բնակլիմայական պայմաններից ելնելով, ինչը ավելի խորացրեց, որովհետեւ մի շարք մարզեր, որովհետև նայում ենք աղքատության ցուցանիշների, նաև հակառակը որտեղ է ցածր, հիմնականում Արարատյան դաշտավայրն է, որտեղ գյուղատնտեսությունը գերիշխում է եկամուտների մասնաբաժնում եւ մի շարք ընտանիքների հնարավորություն է տալիս հաղթահարել աղքատությունը։ Շիրակի մարզում
եւ նաեւ Տավուշի մարզում այդ խնդիրը ունեն այսինքն այն հատվածներում, որտեղ որ գյուղատնտեսություն չկա կամ ցածր է, այդտեղ աղքատությունը բարձր է, որովհետեւ համատարած մենք չունենք աշխատատեղեր մարզերում։ Եվ միայն գյուղատնտեսության շնորհիվ է, որ մարդիկ ինքնազբաղվածության արդյունքում կարողանում են հաղթահարել։ Ինչ պետք է անել, հենց այդ խոցելի մարզերում թիրախային արտոնությունների միջոցով բիզնեսին տեղափոխել տալ այնտեղ։ Այսինքն Շիրակի մարզը պետք է դառնա բիզնեսի համար գրավիչ այն տեսանկյունից, որ պետությունը այդտեղ պետք է, որովհետև հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Աղքատության պարագայում պետությունը սկսում է հատկացնել նպաստներ, չէ՞, անընդհատ ինչ-որ սոցիալական ծրագրեր է անում, դեպքեր են տեղի ունենում, դրա փոխարեն պետք է պետությունը բիզնեսին խրախուսի։ Եվ ոչ թե խրախուսի մասի, դե գնացեք աշխատեք։ Դա աշխատատեղերի ստեղծման մասով պետք է այնքան արտոնություններ տա, որ բիզնեսը ավելի նպատակահարմար լինի։ Գնանք Ամասիայում ստեղծի ընկերություն, ոչ թե Երևանում, որը նաև շատ հաճախ լոգիստիկ խնդիրներ լուծում արտահանման տեսանկյունից դեպի Վրաստան նաև ճանապարհն է խնայում, որը հնարավորություն կտա այդ մարդկանց ներգրավել աշխատանքում։ Ծանր գործ է, որ ասենք 1 տարում հնարավոր է աղքատությունը հաղթահարել, իհարկե չէ, բայց առնվազն պետք է այդ ուղղությամբ էական քայլեր ձեռնարկել։ Համաշխարհային բանկի հաշվարկով ես շարունակում եմ թվեր ներկայացնել, Հայաստանի 56%-ը ըստ էության աղքատ է։ Օրական $8 շեմով։ Միջազգային մեկ այլ կառույցի տվյալով էլ Հայաստանի հարստության 60%-ը կենտրոնացած է ամենահարուստ 10%-ի մոտ։ Սա փոխում է աղքատության գնահատման պատկերը եւ քաղաքականության ձևավորումը։ Տարբեր մեթոդաբանությամբ աղքատության պատկերը տարբեր է։ Ընդ որում նաև այստեղ մեթոդաբանություն չասենք, մենք ինքներս, որն ենք համարում առնվազն բավարար եկամուտ կամ բավարար ծախս, որովհետև այսօրվա վիճակագրությամբ, մեթոդաբանությամբ 50,000-ի սահմաններում է, այսինքն 50,000-ից եթե սպառումը ցածր է, համարում ես աղքատ, այնինչ աղքատության կա վերին շեմ, որը մոտավորապես հավասար է սպառողական զամբյուղին 70,000 դրամ, կա աղքատության ներքին շեմ, որը ծայրահեղ աղքատությունն է, ու մենք աղքատության հաշվարկի մեջ վերցնում ենք միջին շեմը։ Իրականում, եթե նայում ենք եւ համաշխարհային բանկի տվյալներով, ու եթե մենք նայենք սպառողական զամբյուղ, այսինքն այն ընտանիքները, որոնց ծախսերը չի գերազանցում սպառողական նվազագույն զամբյուղի չափը, այդ պարագայում աղքատության թիվը հասնում է մինչև 70%։ Այսինքն մեր ընտանիքների 70%-ի ծախսերը չի կատարվում սպառողական զամբյուղի չափով մեկ շնչի հաշվով։ Հետևաբար, այո, այս մեթոդաբանությունները, երբ որ մենք նայում ենք, պատկերը շատ ավելի մտահոգիչ է, քան ուղղակի վիճակագրական տվյալները, որ 20%-ի մասով նայում ենք, ու այո, եկամուտների բևեռացման մասով էլ մենք խնդիր ունենք։ Այս պահին ամենահարուստ 20%-ին ու եկամուտների տեսանկյունից ու ամենացածր եկամուտ ստացողների տարբերությունը եկամուտների մոտ 15 անգամ է, բայց դա էլ իրական պատկեր չէ, որովհետև այդտեղ արտացոլված է միայն, ասենք, աշխատավարձ, այն հիմնական տեսանելի եւ գրանցված եկամուտների մասին է խոսքը, որովհետև բիզնեսից ստացվող բազմաթիվ եկամուտներ չեն արտացոլվում այդ վիճակագրության մեջ, քանի որ թափանցիկ չեն, դիվիդենդներից նաև ի վերջո ֆիզանձը ինչքան եկամուտ բիզնեսների եկամուտը գիտես, բայց վերջում դա որ անձին գնաց հասավ չես իմանում, ու այդ տեսանկյունից այո, պատկերը բավականին մտահոգիչ է, բևեռացումն է, հենց սա է, որ խոսեցինք, որ թիրախային քաղաքականությունը միայն կարող է այս վիճակը ստեղծել, որովհետև ի վերջո ցանկացած տնտեսական աճ, ցանկացած բյուջետային քաղաքականություն սահմանափակ ռեսուրսների մասին է խոսքը, այսինքն դու ունես այսքան եկամուտ, դու ունես այսքան ստեղծված արժեք։ Հիմա խնդիրը նա է, դու երբ որ միջին ասնում ես, ասում ես, հա մեկ շնչին ընկնող հնակ կա, միջին աշխատավարձ կա երկրում, բայց այդ միջինը ինչ բաշխում ունի, հա, այսինքն կենտրոնացված է, երբ որ խոշորների մոտ ու հարուստները ավելի են հարստանում, աղքատները ավելի են աղքատանում, դա չի նշանակում, որ մեր ցուցանիշները վատանում են, որովհետև թե հարուստները ավելի շատ հարստանան, միջին ցուցանիշը միշտ կարող է ավելի բարձր լինել։ Եթե ձեզ հնարավորություն տրվեր բյուջե 2026-ում փոփոխություն անել 3 հիմնական ուղղություն սոցիալական ոլորտում, ինչ կփոխեք։ Որոշ չափով կա անհրաժեշտություն կենսաթոշակների բարձրացման մասով, որովհետև կենսաթոշակները արդեն 5 տարի է չեն բարձրացել, բայց մենք ունենք գնաճ։ Ընդ որում կենսաթոշակների բարձրացման մեջ կարևոր մոտեցում կա նվազագույն կենսաթոշակի բարձրացումը, որտեղ այստեղ պոպուլիզմով չզբաղվենք, իհարկե բյուջետային հնարավորությունները ցանկացած պարագայում սահմանափակ են, եւ չես կարող ամբողջ բյուջեն ասել դե թոշակներ ենք բարձրացնում, եւ թոշակների բարձրացման ժամանակ մենք կարծում ենք, որ առաջնային պետք է սկսես ավելի ցածր թոշակ ստացողից, որովհետեւ Հայաստանում կա թոշակառու, որը ստանում է 36,000 դրամ, կա թոշակառու, որը ստանում է 106,000 դրամ։
Հետևաբար, երբ որ դու ունես սահմանափակ ռեսուրսներ, պետք է սկսես ներքևից։ Այսինքն առնվազն մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակը պետք է լինի սպառողական զամբյուղից ոչ ցածր։ Այսինքն մոտ 70-ից 80,000 դրամ պետք է լինի ամենացածր թոշակը։ Երկրորդ կարևորագույն ուղղությունը դա համայնքներում, առավել եւս փոքր բնակավայրերում լոկալ ենթակառուցվածքների ստեղծումն է եւ ապահովումն է։ Այսօր մենք բազմաթիվ համայնքներ ունենք, ովքեր չունեն խմելու ջուր շուրջօրյա, շատ համայնքներում 4-ից 6 ժամ է ջուրը, իսկ դա կենսական նշանակություն է եւ զարմանք է մեր նման պետության համար, իսկ երբ որ դու չես ունենում ջուր, դա առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, սկսած առողջության, որը հետո վերածվում է աղքատության, երբ որ վերածվում է աղքատության, կրթության հասանելիության մարդիկ խուսափում են։ Իսկ այդ ուղղությամբ ներհամայնքային լոկալ ենթակառուցվածքային խնդիրների կարգավորումն է եւ իրականացնել ծրագրեր, որոնք կապահովեն մարզերում աշխատատեղերի ստեղծման, բիզնեսը դեպի մարզեր գնալու ուղղությամբ։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք բյուջեի 2026-ի մասին, սոցիալական քաղաքականության եւ աղքատության ցուցանիշների մասին։ Զրուցում էինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Պարաքելյանի հետ։ Ցտեսություն։